Աշխարհում 30 տարվա կտրվածքով միջին ջերմաստիճանը բարձրացել է 0.8 աստիճանով, Հայաստանում 1.03-ով։ Գլոբալ տաքացման երևույթը այսպիսով արդեն փաստ է։ Երբ որ իրար հետևից շոկորեր են, դրանք համարվում են տաք ալիքներ։ Դրանց հաճախականությունը եւ ուժգնությունը ունի աճի տենդենս։ Դա է հիմնական վտանգը, որը եւ մեր մոտ ցուրտ օրերի թիվը պակասելու է։ Ջերմաստիճանի աննախադեպ բարձրացումը խուճապ է առաջացրել Եվրոպայում։ 70 տարվա ընթացքում առաջին անգամ Փարիզում օդի ջերմաստիճանը մոտ 40 աստիճան է, իսկ Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում ջերմաստիճանը հասել է 36.7 աստիճանի։ Հիդրոմեծառայության տվյալներով գլոբալ տաքացման վտանգը կա, սակայն Հայաստանում գրանցված ջերմաստիճանը դեռ չի գերազանցել ամառվա մեր առավելագույն տաքությունը։ 2000 թվականն է եղել չափազանց շոկ, 2006-ը, 2011-ը, 2013 եւ Հայաստանում ամենաբարձր ջերմաստիճանը երբևէ գրանցված դա գրանցվել է 2011 թվականին 43.7 աստիճան Մեղրիում եւ 42.7 աստիճան Արտաշատում։ Երևանում առավելագույնը հասել է 42-ի։ ՄԱԿ-ի ազգային զեկույցում նշված է գլոբալ տաքացման պայմաններում Հայաստանում խոցելի են ջրային ռեսուրսները եւ գյուղատնտեսությունը։ Ավելանում են այս եղանակային պայմանների հետ կապված նաեւ արտակարգ իրավիճակները, դրանք վաղ ցրտահարությունն է, դրանք ուժեղ քամիներն են, դրա կարգտահարությունն է, որոնք երբեք չի եղել մեր մոտ պտտահողմեր, մրրիկներ, դրանք էլ են ֆիքսվել արդեն Հայաստանում։ Էկոլուր տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահը հաճախ է լինում մարզերում գետերի վիճակին ծանոթանալու նպատակով։ Մեր գետերը սկսեցին չորանալ, բնակիչները բողոքում են, որ ջուր չկա ընդհանրապես։ Օրինակ, ով որ աշխատացնում է ինչ-որ հիդրոօբյեկտներ, նրանք բողոքում են, որ չեն կարող արտադրել այդ էլեկտրոէներգիա, որովհետև ջուր չի հերիքում։ Իդեպ հուլիսի 9-ին 10-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա եւս 1-2 աստիճանով, իսկ հուլիսի 11-ից սկսած 3 օրվա ընթացքում ջերմաստիճանը կնվազի 1-ից 2 աստիճանով։ Այս ընթացքում մասնագետները խորհուրդ են տալիս քիչ լինել արևի տակ, շատ ջուր խմել, կրել բաց երանգներով հագուստ, օգտագործել թեթև սնունդ, նվազեցնել ֆիզիկական ակտիվությունը։